Երևանում երկրորդ անգամ կայացավ Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան։ Մեկ գաղափարի շուրջ կրկին համախմբվել են երիտասարդ տաղանդներ տարբեր երկրներից։ Նախաձեռնության հեղինակներն են Primavera Foundation բարեգործական հիմնադրամը եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Ինձ համար ակադեմիան հաջորդ սերնդի տաղանդավոր դիրիժորների աճի եւ հնարավորությունների ընձեռման միջոց է։ Այս նախաձեռնությունը եւս մեկ անգամ փաստում է, որ բարձրագույն արվեստը մնում է այն հզոր ուժը, որը միավորում է մարդկանց եւ կրթում նոր, լուսավոր սերունդ։ Այս տարի ակադեմիայում մասնակցության հայտ են ներկայացրել 6 տասնյակից ավելի դիրիժորներ աշխարհի 22 երկրից, ընտրվել 6 լավագույնը Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Արգենտինայից, Մակեդոնիայից եւ Ռուսաստանից։ Նախագծի շուրջ հավաքվել են իսկապես տաղանդավոր երիտասարդներ։ Մրցակցությունն իրոք մեծ էր, մեկ տեղի համար պայքարում էր ավելի քան 10 մասնակից։ Նրանց մեծ մասը մարդիկ էին, որոնք առաջին անգամ էին Հայաստանում։ Այսպիսով Հայաստանն այս երկու ակադեմիաների գնահատականով կարող ենք համարել դասական երաժշտության հայրենիք։ Ես ուրախ կլինեմ, որ հաջորդ տարիներին հայ մասնակիցների քանակը շատ լինի։ Մեկդարյա կենսագրություն ունեցող նվագախմբին պատիվ է ճանապարհ հարթել երիտասարդների համար, նշում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսերը։ Շեշտում նվագախմբի համար էլ յուրատեսակ մասնագիտական մարզանք է աշխատել նոր դիրիժորների հետ։ Մենք աշխատում ենք ունենալ այդպիսի համագործակցություններ, որոնք որակները նվագախմբի բարձրացնում են, լավացնում են։ Եվ մենք հասնում ենք այն կետին, երբ մեր նվագախումբը շատ մոտիկ է այն որակների, որոնք ճշգրիտ միջազգային որակում են։ 18-ից 35 տարեկան դիրիժորական արվեստով հետաքրքրվողները հնարավորություն կունենան Վասիլի Պետրենկոյի ղեկավարությամբ մասնակցել դիրիժորական ակադեմիային եւ ղեկավարել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն արդեն հաջորդ տարի։ Յուրա Վահանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։